Հեռանկարը այսօր հյուրընկալել է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Մենք կզրուցենք Գյումրիի ընտրությունների արդեն վերջնական արդյունքների մասին, նաև կանադառնանք արտաքին եւ ներքաղաքական վերջին զարգացումներին։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Եվ այսպես Գյումրի ընտրությունները ավարտվեցին, երեք նաև բուն քաղաքապետի, ընտրությունը ավարտվեց, բայց կառավարման ճգնաժամը կարծես շավարտվեց, համամիտ եք։ Համամիտ եմ ձեզ հետ եւ այն, որ այսօր Գյումրիում չկա իշխող մեծամասնություն եւ կա փոքրամասնության իշխանություն, ցույց է տալիս, որ այո, դեռ խնդիրներ կարող են առաջանալ, բայց հարցը նույնիսկ դա չէ։ Սա ավելի շատ ճգնաժամ է, ես կասեի, համապետական մասշտաբի, որովհետեւ նախկին քրեա օլիգարխիայի ներկայացուցիչը նորից վերադարձավ իշխանության։ Եվ դա շատ այսպես վտանգավոր զանգ է մեր հասարակությանը եւ իշխանությունները այն մեթոդաբանությունը, որ փորձեցին կիրառել սև սպիտակի բերելով քաղաքական պայքարը, չաշխատեց։ Եվ ըստ էության իրենք հենց այդ սև սպիտակի մեջ էլ պարտվեցին։ Հիմա ինչքանով էր դա իրենց համար սպասելի եւ ցանկալի, որտեվ չգիտեմ, գուցե իրենց համար ավելի հարմար էր զիջել իշխանությունը նախկիններին, քան որևէ այլընտրանքային իրական այլընտրանքային ուժի եւ դրանով նախադեպ ստեղծելով, որ պարլամենտականի ժամանակ հասարակությանը ասեն, բա ուզում եք վարդանիկները գան իշխանության, նաեւ պարլամենտականում, իսկ նախկին քրեա օլիգարխիան նորից գա իշխանության, նման պայմաններում իհարկե կարող է շատ սխալ հաշվարկը շատ վատ հետևանքների բերել ամբողջ հանրապետությունը, նաեւ հաշվի առնելով, որ այս ուժերը չնայած թիմ ընտրություններին էին կարծես թե մասնակցում, բայց հստակ այսպես արտաքին քաղաքական ուղենիշներով էին հանդես գալիս, ընդ որում եթե Եվրադաշինքը միայն իր անվան մեջ էր այդ կրում, Եվրադաշինք բառը, որը որոշակի արտաքին ուժի հետ կապ ուներ Եվրոպայի, որին ձգտում է այսօր Հայաստանը միանալ նաև պաշտոնական օրենքը արդեն ընդունելով եւ նաև հասարակության մեծամասնության մեջ հարցումներն են դա ցույց տալիս, բայց իր քարոզարշավի ժամանակ երբեք արտաքին քաղաքական վեկտորը չի շոշափել, զուտ տեղական Գյումրիու վերաբերող հարցերն է շոշափել, բայց այս ուժերը, որոնք նաև իշխանության եկան Գյումրիում եւ իրենց ռետորաբանության ընթացքում նախընտրական քարոզության եւ հիմա անընդհատ կրկնում են Ռուսաստանի հետ լինելու անհրաժեշտություն, ընդ որում արդեն ավելի կոնկրետ Ռուսաստան-Բելորուս դաշինքի մաս կազմելու մասին, որ անախրոնիզմ է, նոնսենս է, բայց կարծես թե դա իրենց այդքան շատ չի հետաքրում եւ չի մտահոգում եւ ավելի այն շոուն, որ կազմակերպվել էր երեք առաջին նիստի ժամանակ, երբ որ իրենց կողմնակիցներին բերել էին, հետևը շարել էին, որ ծափողջուններով դիմավորեն, կարծես թե մի ինչ-որ դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել, նախկին ուրեմն քրեա օլիգարխիայի ներկայացուցիչը նորից ընտրվել է ղեկավար, ինչ մի լավ բան է տեղի ունեցել, ծափ, ուրախություն, բայց դե վերջը իշխանություններն էին, չեմ եղավ, որ այսպես Միանշանակ, բա դրա համար եմ ասում, որ նաև իրենց վատ կառավարումը բերեց նրան, որ մարդկանց հիասթափությունը հնարավորություն չտվեց գալ ընտրությունների, որտեղ մեծ մասը տեսան Գյումրու ընտրողների, էլի դուրս չեկան ընտրությունների, մի կողմից եւ մյուս կողմից իրենք այսպես տեղ չթողեցին, ճանապարհ չթողեցին նաև այլընտրանքային ուժերին, կոնկրետ տվյալ դեպքում Եվրադաշինքին եւ Լևոն Բարսեղյանին։ Իսկ նոր առաջարկ կարելի ասել գրեթե չկար, մնում էր ընտրել ներկաների եւ դարձյալ այդ ծեծված ընտրությունը, նախկինների ու ներկաների մեջ։ Հենց հետո որ կար նոր առաջարկը, բայց նոր առաջարկին սևացնելու մեթոդաբանությունը ամենասկզբից իշխանության կողմից որտեղ գրված մի կողմից, որը որ ուրեմն տեսանք, Նիկոլ Փաշինյանը հենց առաջի իր ելույթում Գյումրիում հայտարարեց, որ բոլոր մնացած ուժերը եկել են Թալանը փրկելու օրակարգով, բոլոր մնացած ուժերի մեջ մտնում էր նաև Եվրադաշինքը Լևոն Բարսեղյանով, որը որ աբսուրդ էր, Կամ եթե իրենք ասում են, որ դե իրենք նկատի չունեին ուրեմն Եվրադաշինքին, չնայած հետո նաև այլ падգամավորներ, փոխնախարար եւ այլ կրկնեցին այդ նույն միտքը, արդեն բառացի ասելով, որ 9-ից 8-ը այդ օրակարգով են, նախկիններն են եւ այլն, բայց նույնիսկ եթե ասեն, որ նկատի չունեին Եվրադաշինքին, ավելի վատ, այսինքն նկատի չունեին ու նաև չէին նկատել, որ այդպիսի ուժ է մասնակցում, երբ որ մնացած բոլորին ասում են, բայց չգիտես ինչի նկատի չունեին կոնկրետ այդ մեկին, բայց հետո են առանձին նշում, Այսինքն ամեն ինչ արվեց, որ նսեմացվեր այլընտրանքի դերը մի կողմից, մյուս կողմից ընդդիմությունը իհարկե անընդհատ հենց նույն Վարդան Ղուկասյանն ինչ հերյուրանքներ, ավել պակաս խոսակցություններ Եվրոդաշինքի հասցեին, Լևոն Բարսեղյանի հասցեին, Նաև ներքուստ ինչ-որ բամբասանքներ տարածելու եւ այլն,
Ընդ որում ես իմացա, որ նույնիսկ բուկլետներ են բաժանել, թե ինչ վտանգավոր է, որ հանկարծ եվրոպական ինտեգրում տեղի ունենա Հայաստանում, Գյումրիում ինչ աղետներ տեղի կունենան, ինչ բացասական երևույթներ, ընտանիքների փլուզումներ, չգիտեմ, ինչ որ բարքերի ներմուծում եւ ռուսական կողմնորոշման մասին խոսելով հայտնի խոսքեր է հիշեցրել, չէ, օրհնվի այն օրը, երբ հիշեց, բայց այն մնացած ուրիշ մարդկանց ոչ պակաս հեղինակավոր եւ ավելի ուշ, ավելի թարմ խոսքերը ասած նույն 18 թվականին 1919-20 թվականներին, երբ որ Ռուսաստանն ու Թուրքիան ձեր-ձերի տված կործանում էին Հայաստանի անկախությունը, դրա մասին չի հիշում իհարկե, այնպես տեղական ամնեզիա է ընդհանրապես նախկինների մոտ, ովքեր որ ուղղակի կամակատարն են, ռուսական դրածոներն են Հայաստանում եւ դրանով են վտանգ ներկայացնում հատկապես Հայաստանի համար։ Հասկանալ է, երեք տեսեք ԿՊ-ն բոյկոտեց, չմասնակցեց եւ հենց այդ քվեարկության ժամին Սարգ Մինասյանը հայտարարություն տարածեց, որ քաղաքի կառավարումը դատապարտված է ձախողման եւ ակնարկեց նաեւ նոր ընտրությունների մասին, ինչպես եք պատկերացնում այդ ընտրությունները։ Իմ համար բավականին տարօրինակ է չմասնակցելը, այսինքն իսկ գուցե մասնակցեն տեղում ասեն իրենց ասելիքը, իսկ գուցե նաև փառակարում մասնակցեն։ Փառակարում ինչի չմասնակցեցին, ասենք, այդ ինչ մեթոդաբանություն է։ Ոչ մի բողոքարկում չի եղել, որ ապօրինի է անցել, եւ ոչ մի խնդիր կառավարման հետ կապված չի կարող լինել, որտեղ դա մեծամասնություն է ստացել, ասենք, այդ ընդդիմադիր ուժը։ Այնտեղ ինչի չեն մասնակցում, այդ ինչ խռովելու մեթոդաբանություն է, թե ինչ են ասելով բոյկոտելով։ Դա աշխատանք պահանջող նույնիսկ ընդդիմությունը ավականիում իրենք երևի տեղյակ չեն, որ իրենք ավականի երբ որ ընտրվում են, մեն իշխելու համար չի, աշխատելու համար է եւ կապ չունի դու մեծամասնություն ես թե փոքրամասնություն, պիտի գնաս աշխատես։ Չարքաշ, տքնաջան, աշխատանք պահանջող բաներ է, նախաձեռնություններ բերել է, որոշումներ, ուսումնասիրություններ, քննարկումներ, այդ ամբողջ աշխատանք է պահանջում։ Հասկացանք, արդեն սովոր են որոշ մարդիկ միայն իշխելու այս 7 տարիների ընթացքում, այլ ոչ թե աշխատելու։ Պետք է սկսեն աշխատել, եթե ուզում են վերականգնվի գոնե մի քիչ ժողովրդի վստահություն իրենց հանդեպ, այն ինչ որ կար հեղափոխության ժամանակ։ Լավ, ինչպես եք պատկերացնում Գյումրի ավականոյ աշխատանքը։ Հաղթեց ընդդիմությունը, պայմանական ասենք այդ հավաքական ընդդիմությունը, բայց որ իր ներսում ընդդիմություն ունի եւ ամեն անգամ նիստերի ինչ որ որոշում ընդունելու ժամանակ պետք է այն քաղաքական ուժը ձայներ տա, որ ձայները հարկավոր էին նաեւ այս անգամ քաղաքապետ ընտրելու համար։ Ուրեմն ինչով է տարբերվում կոալիցիոն իշխանությունը փոքրամասնության իշխանությունից։ Կոալիցիոն իշխանությունը նախորոք պայմանավորվում են այն որոշումների, այն քաղաքականության շրջանակը, ծրագրերի շրջանակը, որի շրջանակներում իրենք համախոհություն են դրսևորելու եւ միասնաբար են առաջ տանելու դրանք։ Փոքրամասնության իշխանության դեպքում ամեն որոշման համար պետք է Վարդան Ղուկասյանը հայցի այն մնացածի, ուրեմն համաձայնությունը գնա առանձին բանակցի կամ բազար անի ինչ որ հարցերում, ինչ որ տալ առնելիք, այս դու ես քվեարկես, այս կստանաս, իսկ ես չես քվեարկի, ես չես ստանա եւ այլ, միջև որ ամեն որոշում անցկացնի։ Դա է փոքրամասնության իշխանության վտանգը։ Իսկ այսօր Գյումրիում փոքրամասնության իշխանությունն է, բայց գիտեք, մեծ հաշվով դա գյումրեցիների խնդիրն է։ Թող իրենք մտածեն իրենց ընտրության համար նաև, թող ԿՊ-ն նաև մտածի իր վարած քաղաքականության հետևանքների մասին, իսկ գլոբալ իմաստով ինձ ավելի հետաքրքիր է, դա ինչ ազդեցություն է թողնելու պարլամենտական ընտրությունների վրա, համապետական ընտրությունների վրա, որտեղ դա գյումրեցիների խնդիրն է, բայց ազդակ է նաև, որ ամբողջ հանրապետությունում ինչ որ բան այն չէ, թե կառավարման ընդհանուր։ Այո, դա եմ ասում։ Բան նույն քարակարում իրենք կադրային քաղաքականության հետևանքներն են նաև, չէ, ասենք փառակարում էլ իրենք չկարողացան այնպեսի տեխնացու առաջադրեն, էլի հասկանում եք, այդ կադրային քաղաքականությունը երբ որ հիմնվում է զուտ անձնական լոյալության, ինչ որ մեկի ծանոթ լինելու հանգամանքի վրա, եւ մտածում են դե որ իշխանության ներկայացուցիչ չէ, ով էլ լինի մեկը այսպես պոլիպեդի պես կանցնի, այդպես չի, անցավ, այդ հեղափոխության ժամանակները անցան, երբ որ էֆորիա էր եւ այդպես մեթոդաբանությունը աշխատում էր։ Կներեք, ձեր մոտ չկա այն տպավորությունը, որ այս ճգնաժամը կառավարման մի տեսակ քարեստացներ, որովհետեւ այն կարծես թե ոչ մի բանի վրա ստեղծվեց եւ մինչ այդ ԿՊ-ն մեկ անգամ գոնե առնվազն պարտվել էր Բալասանյան դաշինքին, մի անգամ էլ պարտվել էր 16 թվականին, այն ժամանակ հասկանալի շատ ցածր տոկոսներ էին հավաքել եւ քիչ թե շատ քաղաքը կառավարվում էր ամեն ինչ կարծես թե ինչպես գոնե մյուս համայնքներում, մյուս քաղաքներում, մյուս գյուղերում Դա կառավարվում է, որովհետև կոալիցիայի մեջ էր մտել Բալասանյան դաշինքի հետ եւ կիսել այն իշխանությունը, բայց փոխանակ թեկուզ այդ կես իշխանությունով աշխատեին, խնդիրներ լուծեին, գյումրեցիների հարցերը լուծեին, իրենց տված խոստումները կատարեին, հա,
շնապաստաններից սկսած, որպեսզի այդ շները գյումրեցիների հոգին չշարունակել ուտեն, եւ վերջացած հազար ու մի ընթացիկ հարցերով, հա, մանկապարտեզների, ենթակառույցների, վերջի այդ սեփականությունների, որի մասին չգիտես ինչի մենակ Լևոն Բարսեղյանն էր բարձրաձայնում, որ բազմաթիվ շինություններ, սեփականություններ, գույքեր կա, որոնք չեն հարկվում։ Այն ինչ որ հիմա Վարդան Ղուկասյանն է ասում։ Պատկերացնում եք, ընդ որում շատ գույքեր հենց վերաբերում է Վարդան Ղուկասյանին պատկանող գույքերին, որոնք որ հարկ չեն մուծել, գույքահարկ չեն մուծել, բայց նույն ԿՊ-ն դրանով չէր զբաղվում եւ իրենք մտածում են, որ հեսա ոչինչ կգա ժամանակը, էլի Նիկոլ Փաշինյանը կգա, իրանց փոխարեն PR-ը կանի, քարոզությունը կանի, միանգամից բոլորը իրանց քվարկեն ու իրանք էլի կշարունակեն իշխել։ Չէ, պետք է աշխատեին։ Այն ինչ որ նույնիսկ իշխանություն եղած ժամանակ չաշխատեցին, բնականաբար գյումրեցիները չվստահեցին ու հիմա անդիմության ժամանակ չեն ուզում աշխատեն, այդ արդեն տրամաբանական է, ես չեմ էլ զարմանում, որ չեն ուզում գնան նիստերի մասնակցեն։ Պարզ է, Գյումրիի թեման փորձենք ամփոփել, անդրադառնանք քաղաքական վերջին զարգացումներին, ես ուզում եմ վարչապետի երկու հայտարարությունները մեջ բերեմ, նախ Ղարաբաղյան շարժման մասին, որ Ղարաբաղյան շարժում Հայաստանում չի շարունակվելու, ինչպես պետք է հասկանալ այս միտքը, այս գաղափարը, ինչպես պետք է սովորական մարդիկ հասկանան, ղարաբաղցիները, արցախցիները, խոսքային շարժման մասին է, որը ժամանակին Սփյուռքն ու Հայաստանն էր միավորել, որը ամենամեծ, չգիտեմ, շարժիչ ուժն էր։ Ինչպես ընկալել այս խոսքերի իմաստը, տրամաբանություն եւ ինչ է սա։ Պետք է ընկալել որպես մի երկրի ղեկավարի ասած խոսք, որը կաշկանդված է իր արտաքին քաղաքականության մեջ եւ խնդիր ունի լուծելու խաղաղության պայմանագրի հաստատում Ադրբեջանի հետ։ Զուտ այդքանով։ Որևէ մեկս մենք հասարակությունը քաղաքական ուժերը կաշկանդված չենք նման ուրեմն պարտավորություններով եւ ծանրաբեռնությունով այդ պատասխանատվության, այդ ուրեմն օրակարգը անցկացնելու համար խաղաղության օրակարգը եւ դրա համար օրինակ ես երբեք նման բան չեմ ասի, որովհետեւ բնականաբար Ղարաբաղյան պայքարը դա ազգային ազատագրական պայքար է, դա օդից չէր ծնվել։ ԿԳԲ-ն իհարկե իր մասնակցություն ունեցել է, մենք բոլորս էլ գիտենք եւ գիտենք ոնց էին կանչում Յուզբաշյանը շատ երիտասարդների դուխ էր տալիս, մենակ ասում էր էսենց չանեք, բայց էսենց որ անեք խնդիր չի, հա։ Հասկանալի է այդ ամեն ինչը, որ սովետական միության ԿԳԲ-ից եղել էր երկու կոմունել եւ Հայաստանի եւ Ադրբեջանի այդ լարվածություն ստեղծել, որպեսզի տեղական էլիտաներին փոխփոխեն։ Հենց այդ ալիքի տակ էլ իրենք Դեմիրճյանին փոխեցին, այնտեղ Ալիևին փոխեցին, նպատակը դա էր, հասկանալի է։ Ավելի հեռու գնաց, բայց այդ պայքարը, որովհետեւ խնդիր կար Արցախում, որովհետեւ Ադրբեջանը հետևողական քաղաքականություն էր տանում այնտեղ սպիտակ ցեղասպանության, այսինքն ոնց որ Նախիջևանում էին արել, մի քանի տարի Արցախն էլ մնար, այնտեղ էլ մարդ չէր մնալու։ Ուղղակի այդ ամեն ինչը լինելու էր խաղաղ ճանապարհով։ Այս 30 տարվա պայքարը չէր լինելու, զրկանքները չէր լինելու, բայց նաև 30 տարվա շատ թե քիչ անկախ կյանքը չէր լինելու արցախցիների, բայց ուրեմն լինելու էր այդ նույն էթնիկ զտումը, հա, մի 50-60%-ային դառնալու այս ընթացքում ադրբեջանցիները այդ հալածանքները, դատական հետապնդումները ապօրինի մարդկանց եւ այլն շարունակվելու էր արդեն Ադրբեջանի կազմում եւ նույնը լինելու էր։ Հիմա ասել որ դե եթե նույնը լինելու էր այս ամեն ինչի տակ ինչի մտանք, չէ, մենք պետք է պայքարենք եւ այն որ մեզ չհաջողվեց պաշտպանել Ղարաբաղը, որտեվ 20-30 տարվա ապիկար կառավարում է եղել Հայաստանում, բանակ է թալանվել, պետություն է թալանվել եւ թուլացվել, բրիլյանտներ ու ադամաններ ու կղզիներ են առել պետությունը հզորացնելու փոխարեն, դա չի շնորհակում որ չպետք է սկսել այդ պայքարը, հա։ Դա շնորհակում է որ մենք ճիշտ չենք մեր պետությունը կառուցել եւ դասեր պետք է քաղենք, որ այսուհետ նման բան չկրկնվի եւ գոնե այս եղածը հիմա արդեն պահպանենք եւ զարգացնենք։ Եվ այդ մտքի կարծես տրամաբանական շարունակությունը, որ ես կարծում եմ, որ սահմանադրության մեջ, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, բայց պետք է որոշի ժողովուրդը, վարչապետն ասել, կարծես այսպես է ընկալվում, ես կարծում եմ, որ չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց ես վստահ չեմ, որ ժողովրդի մեծ մասը կիսում է իմ կարծիքը։ Մինչև 27 թիվը շատ ժամանակ կա եւ նման բան ասելով ինքը փորձում է հիմա ստորագրել տալ, հա, այդ հարցում էլ զիջումը ցույց տալով իր պատրաստակամության, որ ընդհանրապես զինաթափի Ալիևի փաստարկներից զրկի Ալիևին, որ նա բան չունենա ասելու եւ Փաշինյանը միջազգային հարթակներում էլ ասի Մինսկի խմբին էլ եմ ասել նույն օրը ստորագրենք նաև այդ հետ կանչի միասին դիմումը, Սահմանադրության պահով եմ ասել, որ ես պատրաստ եմ դրան եւ այլն, բայց մյուս կողմից ես օրինակ չեմ տեսնում որ լուծումը դա պետք է լինի։
մի կողմից իհարկե նոնսենս է այդ դրույթի արկայությունը ընդհանրապես եւ դրա վրա որևէ հղում անելը, որտեվ այդ վերամիավորման ակտը չեղարկվել է հենց Արցախի ժողովրդի կողմից, երբ որ 91 թվականին Արցախի ժողովուրդը ինքը իր անկախությունն է հռչակել։ Հիմա եթե համարում ենք, որ դա օրինական ակտ էր այդ ԼՂԻՄ-ի եւ ՀԽՍՀ-ի միավորման, վերամիավորման ակտը, ապա այդ օրինական ակտի դեմ է եղել ըստ էության այդ անկախության հռչակումը եւ Հայաստանից է անկախացել Արցախը փաստացի։ Բայց հիմա ինչ որ է, այդ չի գործում արդեն այդ ակտը, հա, նորից դրան վերադառնալ եւ ինչ որտեղ հղում անել անիմաստ է, բայց քանի որ դա հռչակագրի մեջ է, մենք չենք կարող դրա պատճառով ամբողջ հռչակագրից հրաժարվել։ Այդ նույնն է, ոնց որ կեղտաջրի հետ երեխային է դուրս շպրտես, որտեղ հռչակագիրը անկախության մասին է, դա մեր ծննդյան վկայականն է մեր պետության։ Եվ ուրիշ լուծում էր պետք տալ դրան։ Օրինակ, սահմանադրության մեջ հատուկ կետով նշվի, որ հռչակագրի այն կետերը, որոնք որ անմիջականորեն արտացոլված չեն սահմանադրության մեջ, չեն գործում, որտեղ այնտեղ էլի կետեր կան, որի մասին շատ ենք խոսել։ Նույն բանակի ենթակայությունը ազգային ժողովին։ Մենք մեր սահմանադրությամբ գործադիրին է ենթարկվում, բայց հռչակագրում դա ուրեմն ենթարկվում էր ըստ հռչակագրի ազգային ժողովին պետք է պարլամենտին ենթարկվի եւ այլն։ Ուզում եմ ասեմ, այսպիսի լուծումներ պետք է առաջադրվեն, այլ ոչ թե ընդհանրապես կապը խզվի հռչակագրի վրա եւ հղումը հանվի հռչակագրից։ Իդեպ կարող է այդ խոսքերը ինչ որ կերպ կապ ունեն նրա հետ, որ այս 2-3 օրերին կարծես թե հանգիստ ադրբեջանական կողմից բնայից ապատեգատվություն չկա, հայկական կողմից դիրքերը գնդակոծելու մասին նաեւ կարծես թե եթե չեմ սխալվում վերջին դեպքը խնածախում է եղել, հա, երբ Ադրբեջանը կրակել է Հայաստանի վրա եւ կարծես թե տպավորություն կա, որ ինչ որ կերպ փափկել է հռետորաբանությունը։ Այն որ փափկել է դա տեսանելի է, նաեւ այսօր Թբիլիսիում տեղի ունենում փոխարտգործնախարարների քննարկումները համագործակցության ձևաչափեր քննարկելու եւ այլն, բայց դա բնականաբար Հայաստանի դիրքորոշման հետ կապ չունի։ Հայաստանի դիրքորոշումը դրան նպաստում է զուտ միջնորդավորված այն իմաստով, որ Արևմուտքը, հատկապես Միացյալ Նահանգները հիմա սպասում են Ադրբեջանից ստորագրում եւ այդ սպասումը անհամբերության է արդեն վերածվում եւ Ադրբեջանում դա զգում են, շատ անհանգիստ են դրանից։ Եթե Միացյալ Նահանգները արդեն հետաքրքրություն են դրսևորում այդ խաղաղության ստորագրմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ընդ որում ամենայն հավանականությամբ իր հովանու ներքո, որպեսզի գոնե այստեղից մի հաջողության հասնի Թրամփը, հա, Ուկրաինայում չկարողացավ, Մերձավոր Արևելքում չկարողացավ, գոնե այստեղ ստացվի մոտի եւ դա մեծ PR ինչ որ հաջողության նկարագրը բանը։ Այստեղ Եվրոպան էլ միասնական չէ, տեսեք Հունգարիան վետո է դրել, չէ, Հայաստանին ոչ մահաբերզենք փոխանցելու այդ 20 միլիոնի վրա այն դեպքում, երբ որ մյուս բոլոր երկրները, 26 երկրները կողմ են արտահայտվել։ Այո, բայց Հունգարիայով կարող է այդպիսի հարցեր ընդհանրապես հետաձգվեն, բայց գլոբալ արևմուտքի որոշումները Հունգարիայից չեն կախված, այդ թվում Եվրամիության դիրքորոշումը շատ հարցերի շուրջ Հունգարիայից չի կախված, մանավանդ որ Եվրամիության անկախ երկրները, առանձին երկրները կարող են առանձին Հայաստանին այդ 10 միլիոնից 10 անգամ ավելի շատ ոչ թե ոչ լետալ, այլ հենց լետալ զենքեր փոխանցել, որը իդեպ անում են որոշները։ Եվ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում երկու շագրավ, այսպես միտք է ասել, նախ որ Թուրքիան անկասկած կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական բանակցություններում, այն դեպքում մենք բոլորս գիտենք, որ Թուրքիան Ադրբեջանի եղբայրն է, աջակիցն է, ամեն ինչն է, դաշնակիցն է, մի խոսքով չգիտեմ, եւ անհասկանալի է դառնում այս միտքը, մյուս կողմից նաեւ որ երբ որ Հայաստանն ու Ադրբեջանը միասին են բանակցել առանց երրորդ կողմի, այդ բանակցությունները եղել են ամենահաջող, այսինքն ակնարկային մասին, որ մեզ այլ հարթակներ պետք չեն, հա, Ռուսաստան, Եվրոպա, Միացյալ Նահանգներ։ Դե Թուրքիան չեմ կարծում այսպես մեծ ջատագովություն կարող է դրսևորել խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Թուրքիան ընդամենը ռետրանսլյատոր է արևմուտքի ազդեցության, բայց մենակ այսպես վերբալ մակարդակով։ Երբեք որևէ կոնկրետ քայլ Ադրբեջանի դեմ ճնշում եւ այլն նա չի գործադրի։ Ուրիշ հարց է, որ նաեւ արևմուտքի այդ ճնշումները իր վրա հորդորները, այսպես աջակցության կոչերը այդ գործընթացին, որպեսզի չանտեսի ինքը ինչ որ ռետորաբանություն պետք է կիրառի ու ինքն էլ ասի, այո, մենք էլ ենք կողմ, որ այդ խաղաղության պայմանագիրը կնքվի եւ այլն։ Վերջերս էլ Ալիևին ասել էր, որ դուք կարող եք դառնալ խաղաղության ճարտարապետը, չէ, Հարավային Կովկասում եւ այլն, այդպեսի ընդհանրապես ռետորաբանություն ավելին Թուրքիայից սпасել պետք չի, բայց դա էլ վատ չի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքան արգել է հեռուստատոներ, մեր հյուրն էր Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։